Բարի լույս բոլորին, սիրելիներս, ես արդեն տանն եմ, երեկ եկանք, հասանք, հոգնած էի, էլ չեմ նկարել, այսօր արդեն առավոտ արթնացել եմ, բոլորը աշխատանքի են, դասի են, իսկ ես տանն եմ, այսօր իմ ազատ օրն է, վաղվանից արդեն ես էլ կգնամ աշխատանքի, այստեղ մերոնք ինձ նարգիզներ էին առել, այսպես դրել էին ծաղկամանի մեջ, որ կամ տեսնեմ ուրախանամ, այստեղ էլ քույրիկենցս բերած ծաղիկն է, հետս բերել եմ տուն և մերոնց նվիրած ծաղիկը եւս բերել եմ տուն, այսպես դրել եմ այստեղ։ Այդպես սիրելիներս, հիմա մի հատ սուրճս խմեմ, թարմանամ, մինչև ամուսինս գա, պետքա գնանք բժշկի, թղթերս տանեմ, հանձնեմ իմ տնային բժշկին, այնուհետև երևի կգնանք մի հատ եկեղեցի։ Սիրելիներս, արդեն ես տանն եմ, այստեղ արագ-արագ խաչապուրի եւ գաթա եմ պատրաստում, որպեսզի վաղը ինձ հետ վերցնեմ եւ տանեմ աշխատանքի տեղ։ Քանի որ ես երկար ժամանակով բացակայել էի, որոշեցի այսպիսի մի բան անել, գաթա եւ խաչապուրի թխել եւ տանել հյուրասիրել իմ գոլեգաներին։ Վստահ եմ նրանք շատ կուրախանան, քանի որ շատ են սիրում իմ պատրաստած թխվածքները։ Սիրելիներս, այստեղ մի քանի օր անցել է, մարտի 8-ի օրն է։ Իդեպ ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկների 1 ամսյակը։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք ուրախ եւ երջանիկ։ Դե ինձ սիրելիներս, մենք էլ տանից դուրս ենք եկել, գնում ենք, որպեսզի միասին լավ ժամանակ անցկացնենք, այսինքն նշենք մարտի 8-ը։ Իսկ այս պահին գնում ենք դեպի կենտրոն։ Կենտրոն տանող ճանապարհը շատ գեղեցիկ է եւ ես որոշեցի միացնել հեռախոսը եւ նկարել, երկու կողմում էլ ծաղկել են բոլոր ծաղիկները։ Հիմա գնանք կենտրոն, այնտեղից էլ կգնանք այս ծաղիկների այգին, ճիշտ է, քաղաքի տոնը չի դեռ, բայց ինչևէ, ավելի հանգիստ պայմաններում կգնանք եւ այս ծաղիկների այգին կնկարենք։ Իրականում այս ծաղիկների տոնը այդքան էլ չեմ սիրում, որտեղ մարդիկ շատ են հավաքում եւ տեղաշարժվելը մի փոքր դժվար է լինում։ Ինչ
Ծաղիկների այգուց դուրս ենք եկել, հիմա էլ եկել ենք պաղպաղակ ուտելու։ Պաղպաղակ ուտելուց հետո էլ գնում ենք KFC, մի փոքր էլ այնտեղ ենք ժամանակ անցկացնում, այնուհետև վերադառնում ենք տուն, որպեսզի ստանանք մեր նվերները։ Մենք արդեն տանն ենք, այստեղ ես ծաղիկներ ստացա նվեր Հայկոյից, իսկ ամուսնուցս ստացել եմ տուշ եւ մադիդ, իրականում միասին ենք գնել, որովհետեւ ինձ հարկավոր էր դրանք, ասաց ինչ կուզես նվեր ստանալ, ես դրանք ուզեցի, իսկ Գայանչիկ Հայկոյի կողմից դիմահարդարման մի քանի պարագաներ էր ստացել, իսկ ամուսինս Գայանչիկին իր նախընտրած բրուսկաներ նվիրել։ Այդպես սիրելիներս, դե հիմա էլ դուրս գանք, գնանք իմ այգու հյացենթները ցույց տամ, տեսեք ինչպես են բացվել, անուշ բույրը ամբողջ այգովս տարածվել է։ Դե գիտեք, ես հյացենթներ շատ եմ սիրում ու ուրախանում եմ, երբ որ այս սեզոնին սկսում են հյացենթները ծաղկել։ Սիրելիներս, մարտի 8-ի օրվանից անցել է բավականին օրեր, այսօր մարտի 26-ն է, միջինքի օրն է եւ ես այդ առիթով պատրաստում եմ կլոր գաթա։ Կլոր գաթան պատրաստում եմ մայրիկիս բաղադրատոմսով, ինքը շատ համեղ է ստացվում։ Ամեն տարի միջինքի գաթան այս բաղադրատոմսով եմ պատրաստում։ Ես այստեղ մանրամասը նկարել եմ, թե ինչպես եմ պատրաստում կլոր գաթան, իսկ բաղադրիչների չափաբաժինները կտեղադրեմ մեկնաբանությունների բաժնում։ Ուզում եմ նշել, որ ես պատրաստում եմ կես չափաբաժնով։ Ման եմ գալիս, արարաշխար ինչ դու մե խանդա
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Սիրելիներս, ինչպես միշտ, այս տարի եւս կոպեկը հայկին բաժին ընկավ։ Դե ինչ, այսօրվա վլոգս այսքանն էր, հուսով եմ ձեզ դուր եկավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։